Այսչափ մեծ ներգրավվածությունը պետական, տարածքային եւ մասնավոր հատվածից այն հիմքն է, որի վրա հենց կառուցվում է տնտեսական համագործակցությունը։ Դեռ 2021 թվականին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ստորագրվեց 2021-ից 26 թվականի տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը եւ ուրախ եմ, որ երկու երկրները հետևողական են այդ ճանապարհային քարտեզին եւ քայլ առ քայլ իրականություն են դարձնում այն, որը որ մենք ուրվագծել ենք գրեթե շուրջ 5 տարի առաջ։ Եվ ուրախ եմ նաեւ, որ այդ համագործակցությունը, նախանշված համագործակցությունը չի սահմանափակվել, այդ նաեւ ընդլայնվել է ապակենտրոնացված եւ արդեն տարածքային ռեգիոնալ մակարդակում ավելի խորացված համագործակցությամբ, որտեղ հատկապես ընդգծվել է նաեւ հենց տնտեսական համագործակցությունը։ Վերջին 6 տարիների ընթացքում ֆրանսիական կապիտալով Հայաստանում կամ Ֆրանսիայի ներկայացվածությամբ Հայաստանում բացվել են շուրջ 259 կազմակերպություններ, այդ թվում նաև անհատ ձեռնարկատեր։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ ուշադրություն կա եւ անքակտելի են սեփականության իրավունքը, մտավոր սեփականությունը, թափանցիկությունը, մարդկանց սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը եւ դա ստեղծում է այն պայմանները, որպեսզի բարելավի բիզնես միջավայրը եւ գրավիչ դառնա։ Մենք բազմիցս խոսում ենք նրա մասին, կայունության մասին էինք խոսում, տնտեսական կայունության մասին էինք խոսում նաեւ մեր միջազգային օրակարգում բոլոր երկրների կողմից։ Սակայն վերջին տարիներին ոչ միայն Հայաստանում, ոչ միայն ռեգիոնում, այլև ամբողջ աշխարհում տարբեր ցնցումները ստիպեցին, որպեսզի մարդիկ սկսեն մտածել դիմադրողականության մասին։ Եվ ինչպես այսօր իր խոսքում նախարար Խուդատյանը նշեց, այսօր Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է հենց Սյունիքի մարզի դիմադրողականության բարձրացումը եւ ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսական դիմադրողականության բարձրացումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի այս նմանատիպ շփումները ավելի շատ լինեն, քանի որ միայն այցելությունների եւ շփումների արդյունքում է, որպեսզի հնարավոր է դառնում միասին բացահայտել իրական կարիքները, միասին ձևավորել այն լուծումները, գտնել լուծումները, որը որ համագործակցության արդյունքում կարող է բերել վերջնարդյունքի եւ մեր երազած դիմադրողականության բարձրացմանը։ Այս ամենը ասելով ես նաև ուզում եմ կարևորել հենց ապակենտրոնացված համագործակցությունը, քանի որ այն նաև խթանում է համայնքների կողմից նախաձեռնողականությունը։ Եվ այստեղ պետք է նաև նշեմ, որ այս ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև դեսպանը իր խոսքում նշեց, չունի փոքր ծրագրեր, բոլորն էլ նշանակալի ծրագրեր են։ Այստեղ յուրաքանչյուր փոքր ներդրում, յուրաքանչյուր փոքր համագործակցություն այն նշանակալի համագործակցություն է։ Եվ կուզենայի նաև առանձնացնել այստեղ ես գիտեմ, որ հաջորդիվ խոսքը իմ գործընկեր ֆրանսիական զարգացման գործակալության իմ գործընկերն է խոսելու, նաև կուզեի ընդգծել, որ մեր համագործակցությունը ոչ միայն ռեգիոնալ երկու երկրների, այլ նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև է տեղի ունենում եւ շարունակվում է այս համագործակցությունը շատ նշանակալի ծրագրերով, որտեղ կուզենայի առանձնացնել հենց Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը ռազմավարական տնտեսական նշանակություն ունի։ Կուզենայի նաև նշել, որ Ֆրանսիան բավական մեծ աջակցություն է ունենում հենց Սյունիքի մարզում ՄԱԿ-ի տարբեր կառույցների միջոցով տարբեր զարգացման ծրագրերի իրականացման առումով։ Կուզեի նաև այս ամենին համոզված եմ, որ մարզպետ պարոն Ղուկասյանը իր խոսքում ավելի մանրամասն կնշի համագործակցության օրինակների մասին,
բայց կուզեի նաև ասել, որ մեր բոլորի շարունակական ընդգրկունը այս հարցին միայն հնարավոր է դարձնում այն մեծ երազանքը, որը որ մենք բոլորը ստացում ենք։ Շնորհակալություն։